Բարև ձեզ, Արադ YouTube-յան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Նախորդ շաբաթ մենք դիտարկեցինք, որ Ամերիկայի փոխնախագահը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։ Ըստ ձեզ այնինչ տվեց մեզ մեր երկրին, պարզապես բավականին մեծ այսպես ընթացքեր ու մարդիկ մեծ սպասումներ ունեն նաև։ Գիտեք, շատ լավ է, որ գերտերության որևէ ղեկավար առավել եւս փոխնախագահի մակարդակով այցելում է մեր երկիր եւ միայն այդ այցը, որ այցելում է, դա արդեն հնարավորություն է տալիս, որ Հայաստանը աշխարհում դիտարկվի որպես պետություն, որի անունը լսում են, որտեղ ենթադրվում է, որ կարող են ներդրումներ արվել եւ այլն եւ այլն։ Շատ պետություններ, որոնք ուղղակի միայն հենց այն պատճառով, որ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյա գալիս Հայաստան, պատրաստ են արդեն ինչ-որ ներդրումներ անել, դա լավ է մեր համար, եթե դա իրականում այդպես լինի։ Ընդհանուր առմամբ այցը լավ կլիներ, որ միայն Հայաստանում լիներ, բայց սկզբնական շրջանում գիտեք հայտարարված էր, որ պետք է այցելություն լինի Հայաստան, հետո որոշեցին, որ հավասարության ինչ-որ բան դնել եւ այցելություն եղավ նաեւ Ադրբեջան։ Սա նշանակում է, որ ինչ-որ բան փոխվեց այդ ժամանակահատվածում, սա նշանակում է, որ ամեն դեպքում հայկական լոբիստական կառույցները Միացյալ Նահանգներում այս պայդրությամբ գրեթե անգործության են վերածված, իսկ ադրբեջանցիները շատ ավելի ակտիվ են աշխատում եւ իրանք աստիճանաբար ավելի են հզորանում։ Այս իրավիճակը պետք է փոխել, կարծում եմ, բայց այս պայդրությամբ ունենք այն, ինչ ունենք։ Հիմա դրա արդյունքում ինչեր ստորագրվեցին, բոլորս գիտենք ինչեր խոսվեց, ինչ թվերի մասին է խոսում։ Հիմա բոլորը այսպես դարձել են մաթեմատիկոսներ կամ գումարում հանում են 4 միլիարդ, 5 միլիարդ, 9 միլիարդ, 13 միլիարդ եւ այլ, այսպես խոսակցություն, բայց դրանք բոլորը խոսակցություններ են եւ մինչեւ չդառնա իրականություն, մենք չենք կարող վստահ լինել, որովհետեւ մենք գործ ունենք գերտերություններից։ Գերտերությունները կարող են այսօր մի բան խոսել, վաղը փոխեն ու որը մեկի առաջ հաշվետվություն չունեն տալու, բայց որ Միացյալ Նահանգները ԵՀԿ-ի խմբի 3 համանախագահող երկրներից մեկն է եւ այդ առումով շատ կարեւոր է։ Բացի դրանից մենք հետագայի հետ ինչ-որ պլաններ ունենք, փորձում ենք համագործակցել։ Իհարկե լավ է Միացյալ Նահանգների հետ բարեկամ լինել եւ ընդհանրապես բոլոր գերտերությունների հետ պետք է ունենալ բարեկամական հարաբերություններ, այդ առումով շատ լավ է։ Հիմա մեր տեսանկյունից, որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, ինչ բացթողումներ կար կամ թերություններ կար։ Նայեք, Միացյալ Նահանգների փոխնախագահը ընդհանրապես հայտնի է եւ ինքը կարելի ասել իր քաղաքական ամբողջ կարիերան զուգահեռում է քրիստոնյա լինելու հետ։ Եվ մշտապես խոսում է, որ ինքը քրիստոնյա է, նույնիսկ նախընտրական փուլում խոսում էր, որ իրանք քրիստոնյաների պաշտպանն են լինելու աշխարհում մեկ եւ այլ, այսպիսի բաներ։ Միացյալ Նահանգներում անդադ խոսում էր այն մասին, որ իրանք եկեղեցու պաշտպան են, հավատի պաշտպան են եւ Հայաստանը աշխարհի ամենահին քրիստոնեական պետություններից մեկն է եւ ըստ էության առաջի քրիստոնեական քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունող երկիրն է եւ ըստ էության դա դարձնող գաղափարախոսություն եւ պետականություն դարձնող երկիրն է այդ գեղեցիկ այդ փառահեղ գաղափարը, այսինքն շեշտում են, որ գուցե չհասկանալով կամ հասկանալով, բայց նշում են, որ առաջի գաղափարական ազգը աշխարհում դա եղել են հայերը, որ այդ քրիստոնեությունը որպես գաղափարախոսություն տարածել են աշխարհով մեկ որպես հավատ, որպես գաղափար։ Հիմա ինքը այցելում է այդ երկիր
եւ շատ զարմանալի է, որ չի այցելում Սուրբ Էջմիածին, չի հանդիպում ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Ինչի չի հանդիպում, գուցե դա ունի քաղաքական դրդապատճառներ։ Այսինքն այս հարցում իրանք ազնիվ չեն։ Եթե դու քրիստոնյա ես, իսկ քրիստոնյա պետք է միայն ճշմարտության մասին խոսի։ Եթե ճշմարտությունը նա է, որ Հայաստանը քրիստոնյա երկիր է եւ առաջինն է, եւ աշխարհի առաջի կաթողիկոսի նստավայր այցելելը, ամենայն դեպս այդ կաթողիկոսը մինչեւ հիմա գործում է եւ ոչ ոք դեռ չի հեռացրել իրան այդ պաշտոնից եւ կարծում եմ չի էլ կարող հեռացնել, բայց այս պայդրությամբ այսպեսին է։ Հիմա եթե ինչ-որ քաղաքական մոտեցում եք ցուցաբերում, այսինքն եկել եք որ ընդամենը այս իշխանությունների շտաբի անդամ դառնաք, շատ տխուր է եւ այն բոլոր մեծ բաների մասին, որ դուք խոսում եք, սա ուղղակի ծիծաղելի է դառնում։ Հետևաբար ես այդ առումով բացասական եմ գնահատում վերաբերմունքը եւ չի կարելի գնալ ծիծեռնակապերտ այնտեղ զոհերի հիշատակին ծաղկեպսակ դնել, հետո հեռացնել այդ քո կայքից, գնալ Ադրբեջան, հավասարության ինչ-որ նշաններ դնել, այնտեղ ասել, որ ադրբեջանական բանակը ամենաարդար եւ փառահեղ բանակն է, բան, ծիծաղելի բաներ, որոնք մեր համար անընդունել են։ Ես կարծում եմ, այս իշխանությունները դրանից պետք է հետևություններ անեն, ավելի խելացի պետք է լինեն, ինչպես նաեւ ընդդիմությունը պետք է հետևություններ անեն։ Արդյոք սա դիվանագիտական բաց էր ըստ Ես կարծում եմ ավելի շատ սա ինչ-որ փորձել ամերիկյան այս բանը օգտագործել այցը եւ օգտագործել նախընտրական այս process-ների մեջ խաղաղության այդ բանը որ կա փաստաթուղթը Տրամպի միջանցքը այցելությունը բան եւ այլն փոխնախագահի այցելությունը սա օգտագործելու են որպես քաղաքական ժողովրդին համոզելու են որ տեսեք մենք ինչ հարաբերություններ ունենք աշխարհի հետ բան եւ այլն ես ուզում եմ ասեմ որ դա Անդրկովկասում նորություն չի եւ բոլոր իշխանությունները ինչ որ բաներ փորձել են օրինակ Վրաստանում ոչ թե փոխնախագահը եկավ այլ Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը եկավ եկան Եվրոպայի բոլոր այսպես ասած հայտնի նախագահները Եվրամիության ինչ եղավ արդյունքում որ Իդեպ երկրորդ նախագահը եւս անդրադարձ ունեցավ այս այցին վերաբերյալ եւ բացասաբար գնահատեց այս այցը տեսեք կարծիքները տարբեր են կիսվում են կարծիքները բայց իրականությունը արդյոք մենք օբյեկտիվ ենք կարողանում գնահատել այս պահին իրավիճակը ձեզ որովհետև կարծիքները բազմազան են ընդդիմությունը բացասաբար է իշխանությունը շատ դրական է գնահատում այս իրողությունը այնինչ ունենք Իշխանությունը սովորաբար այդ հիվանդությունը ունի եւ ցանկացած բացասական երևույթ մեր համար գնահատվում է դրական ես չեմ հասկանում իմաստը որն է կարելի է ճշմարտություն ասել եւ լավը խոսել եւ վատը ասել հիմա ինչ իմաստ ունի ասենք ակնհայտ վատ գործողությունները կամ ձախողումները ներկայացնել որպես հաղթատուղթ այսօր Հայաստանը կախված է բոլորից այդ թվում նաեւ կիսապետություն Ադրբեջանից բայց ներկայացնում որ իբր Հայաստանը այսօր ամենա անկախ կարգավիճակում է իր Նախ ուզում եմ այդ ընկերներին հիշեցնել, որ աշխարհում չկա բացարձակ անկախ պետություն։ Բոլոր պետությունները իրարից կախված են բոլորը։ Չկա մի պետություն, որը ինչ որ մեկից կախված չի եւ ունի բացարձակ իշխանություն։ Չկա այդպիսի բան աշխարհում։ Եվ դա բնական է, երբ որ պետությունն է ձևավորվում, ինքը հարաբերությունների մեջ է։ Մի քիչ լավ, մի քիչ վատ, մի քիչ շատ եւ այլն։ Այսօր ակնհայտ է, որ Հայաստանը որևէ կշիռ տարածաշրջանում չունի եւ ընդամենը կատարողի դերում է այդ կշիռ ունեցողները դրա համար խաղացողները շատացել են Հայաստանի վրա բոլորը խաղում են Հայաստանի վրա մեկը բարեկամաբար մեկը թշնամաբար մեկը պատահաբար բայց բոլորը Հայաստանի տարածքներն են տանում հիմա միայն մենք ենք զիջում այս իրավիճակը պետքա փոխել դե դա արդեն ուրիշ թեմա է փոխել է բայց իրականում սենց է երկրորդ նախագահը մոտավորապես այսպեսի մի բան էր ասում բայց ընդհանուր կոնտեքստի մեջ պետք է նայել
ինչ կարելի է անել, ինչը կարելի է փոխել, որովհետև ակնհայտ է, որ այս մարդիկ զբաղված են քարոզարշավով, բոլորը։ Եվ իշխանությունը քարոզարշավ անում։ Հիմա Վենսը եկավ, ոնց որ իրան շտաբի անդամը, խոսեց գնաց։ Փոխնախագահի այցից հետո վարչապետը դիտարկեցինք, որ հարցազրույց տվեց հեռուստաեթերով եւ անմասն չթողեց նաեւ եկեղեցուն, համարելով, որ եկեղեցին քաղաքական հարթակ են նաեւ դարձնում որոշ հոգեվորականներ, ասելով, որ եկեղեցու զանգերը հնչեցին, բայց ժողովուրդը չհամախմբվեց, արդյոք համակարծիք եք այս կարծիքին։ Իհարկե ոչ։ Եկեղեցին զանգերը չի խփել եւ այդպիսի հայտարարությամբ էլ հանդես չի եկել։ Եկեղեցին, ես որքան հասկանում եմ, փորձում է հավասարակշռությունը պահել, որը իշխանությունների կողմից անդադ խախտվում է։ Իշխանությունը անընդհատ մերոնք ձերոնք եկեղեցու կողմնակիցներ, ոչ կողմնակիցներ, սևեր, սպիտակներ այս տրամաբանության մեջ է։ Այս մարդիկ չեն հասկանում, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը դա բոլոր հայաստանցիների վարչապետն է, դա ՔՊ-ի վարչապետը չի։ Սա ուզում եմ ընդգծված ասել, որ այս դժբախտաբար այս փորձանք սահմանադրությունը հնարավորություն է տվել, որ պատահական մարդիկ հայտնվեն խորհրդարանում եւ իրանք չեն էլ պատկերացնում, որ իրանք այնտեղ չեն եկել, որ լծակ ստանան, կռիվ անեն ժողովրդի հետ։ Իրանք եկել են, որ երկիրը ղեկավարեն։ Եվ իհարկե առաջընթաց կա, որոշ բաներ սկսել են հասկանալ, բայց դա շատ քիչ է եւ հանրապետության վարչապետը եւ ղեկավարը հանրապետության ամբողջ ազգի ղեկավարն է։ Բարեբախտաբար սա շատ լավ հասկանում է վեհապար հայրապետը։ Ինքը հասկանում է, որ ինքը միայն իր կողմնակիցների հայրապետը չի, ինքը բոլորի հայրապետն է, այդ թվում նաև իրան դեմ մարդկանց։ Եվ ինքը լսել եք, որ ինքը ինչ-որ բաժանի 2 մասի, 3 մասի, մերոնք ձերոնք անի։ Այլ բան է, որ խոսքի մեջ կարող է ասվի, որ մոլորյալ եղբայրները մեր, բոլորն էլ ունեն այդպիսի թուլություն, որ կարող են մոլորվել, բայց կարող են ուղղվել։ Այսինքն հետդարձի ճանապարհը պետք է թողել։ Իշխանությունների կողմից դա բացարձակ չկա։ Թաղել, կախել, դատել, բռնել, ամբողջ խոսույթը իրենց դրա մեջ է։ Մարդիկ, որոնք համերաշխության գաղափարներով էին եկել, փորձում էին այդ գաղափարն էլ վարկաբեկել, բայց բարեբախտաբար չստացվեց, սիրո եւ համերաշխության մթնոլորտը Հայաստանում վերածվել է ատելության մթնոլորտի։ Այսինքն այդ գեներացնողը այդ ատելության իշխանությունն է, ցավոք սրտի, որը հակառակը պետք է լիներ։ Դե ներկայիս իշխանությունները մտածում են, որ ինքը խաղաղություն է բերում, համերաշխություն է բերում, ամեն դեպքում կարծում եմ իրականությունից կտրվել են, բայց տեսնում ենք նախընտրական գործընթացներ են սկսվում արդեն իսկ, կարծես մի փոքր շուտ, բայց արդեն սկսվում են եւ նոր ուժեր ենք նաեւ տեսնում, մեր ձևով շարժումն ենք տեսնում ենք նաեւ ներկայիս իշխանությունների կողմից թիմեր են, մարդիկ են ձևավորվում եւ այլն։ Ինչ կարծիք ունեք դուք այս նոր process-ների վերաբերյալ։ Իշխանությունները բնականաբար մտել են քարոզարշավի մեջ։ Նախ դա ես համարում եմ անհավասար քաղաքական պայքար։ Իշխանությունը ունի բոլոր լծակները եւ պետական ապարատի, որը մեր բոլորինն է, նորից եմ ուզում կրկնել, մեր բոլորի հաշվին է պետական ապարատը գոյատևում, ինչ որ մի խումբ, որը էսպային իշխանության է, վերցրել է եւ այդ լծակները օգտագործում է մնացած հատվածի դեմ, որոնք իր հետ չեն կիսում քաղաքական տեսակետները։ Դա շատ վատ է։ Մյուս մասը, որ իշխանությունը խաղաղություն է բերում տարածաշրջան, գուցե այո։ Այս իշխանությունը տարածաշրջան բերում է խաղաղություն։ Որովհետեւ եթե ինչ-որ մեկ անընդհատ գնում է զիջումների, հեչ պետք չի, որ այն մյուսները ուժ գործադրեն։ Կարող են հանգիստ մի գրչի հարվածով կամ մեքենաներով կամ բիզնես դնելով այդ ամեն ինչը վերցնել, որովհետև դիմացինը դա զիջում է։ Իսկ զիջումը ում հաշվին։ Մեր ազգային շահերի հաշվին։ Հետևաբար այս մարդկանց լավ կառավարումը կլիներ,
որ որևէ բան չզիջվեր եւ խաղաղությունը ապահովեր։ Այդ կլներ հաջողություն։ Իսկ դու անդադ ամեն ինչ տալիս ես, բնականաբար քո հետ կռիվ անել իմաստը ո՞րն է։ Հոապուշ չեն նրանք կռվեն մի մարդու հետ, որ ամեն ինչ տալիս է։ Ասեք զիջում Հələ մի հատ փորձեք չէ ասեք։ Մի հատ ասեք չէ, դա մեր շահերից չի բխում։ Տեսեք ինչ կստացվի այդ խաղաղությունից, քանի տար կմնա։ Կարելի է ձևակերպել այսպես. զիջում ենք, ունենք խաղաղություն։ Դե բնականաբար տենց է, ասենք չասենք տենց է, բոլորը տեսնում են դա։ Զիջումը միայն Հայաստանն է, Ադրբեջանը չի զիջում, Թուրքիան չի զիջում, Հայաստանն է զիջողը։ Սահմանադրության փոփոխությունն էլ է կամարում զիջում։ Բնականաբար իհարկե, այդ սահմանադրությունը նայեք, մի բան է բարեփոխել սահմանադրությունը, որին մենք երկու ձեռքով կողմ ենք։ Մեր կուսակցությունը մշտապես արտահայտվել է այս սահմանադրության դեմ, հատկապես կառավարման համակարգի։ Եվ մի այլ բան է, երբ որ նոր սահմանադրություն ես ուզում բերել։ Մի հատ հարց է առաջանում, էլի, այդ նոր սահմանադրությունը ինչի է գրում, այն էլ այն պայմանով, որ այնտեղ կարևորագույն բաները ցեղասպանության հետ կապված եւ Արցախի հետ կապված այդ ամեն ինչը հռչակագրից հանել, որպեսզի ինչ լինի, այդ ումա ձեռք տալիս, ձեռք տալի թուրքերին։ Այսինքն էլի զիջումը։ Հիմա էլ սահմանադրության հարցում մայր օրենքն է, այդտեղ զիջում են ուզում անել, բայց լսել եք ուշադիր, որ իրանք խոսում են, որ կառավարման համակարգը թողելու են նույնը։ Այսինքն էլի ժողովուրդը հնարավորություն չի ունենալու ընտրել իր նախագահին, իր ուզած նախագահին։ Հիմա ես, դուք, մյուսները, մեր հայրենակիցները, մեր այն իրավունքը, որ մենք իրավունք ունեինք ընտրելու մեր երկրի առաջնորդին։ Պետք է գնայինք լսեինք ինչ է ասում, գնայինք քվեարկեինք։ Մենք անհատների կողմնակից ազգ ենք եւ անհատները մեր համար շատ կարեւոր են։ Իսկ Հայաստանի Հանրապետության նախագահը ժողովրդի կողմից ուղղակի չի ընտրվում։ Այդ իրավունքը մեր ձեռքից վերցրել են։ Այսինքն մի կերպ ձեռք են գցում, լծակներով ձեռք են գցում պարլամենտում մեծամասնություն, հետո իրանք սկսում են նշանակել բոլորին արդեն։ Հասկանում եք, սա ազնիվ չի եւ սա արդար չի։ Այդ նախագահը մեզ հիմա ոչ մի բանով պետք չի։ Տեսել եք մի լուրջ հարցում նախագահը հանդես գա ինչ-որ բան ասի։ Նույնիսկ այս փոխնախագահի ընդունելության ժամանակ գնացին իրեն հանեցին այնտեղ ընդունելություն արեցին, իսկ իր մասին ոչ ոք չխոսացել։ Տպավորություն ունեցել, որ վարչապետի նստավայրը նախագահի նստավայրն է։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Այդ բոլորը տեսնում են։ Մենք ընտրել ենք մի մարդու նախագահ, որին չենք ճանաչում։ Մենք չենք ընտրել։ Այսինքն իրանք են ընտրել։ Իմաստը ո՞րն է եւս մի պաշտոն պահել, որը ենթակա է այդ կուսակցությանը, այդ պարլամենտական մեծամասնությունը։ Մի ահռելի աշխատակազմ պահել, անունով երկրի գլուխն է, բայց ոչ մի բանի գլուխ էլ չի։ Պարզվում է ինչ ասում են ինքն է, ինքն դեռ կատարում է ընդամենը։ Նայեք, ես ցավով եմ ասում սա, ես այդ մարդու նկատմամբ անհատակ ոչինչ չունեմ, բայց ես ուզում եմ մեր իրավունքը վերադարձնեն։ Այսինքն Հայաստանի Հանրապետության բնակիչը քաղաքացին կարող է ընտրի եւ իր նախագահին եւ իր պարլամենտին։ Դե կասեն նախկիններն են այդ սահմանադրությունը գրել։ Դե հիմա գլուխների պատին է տվել նախկինները, հետո մենք պետք է շարունակենք այդ պատմությունը նորից։ Հիմա պետք է ուղղել էս, բայց եթե ուզում եք լավ բան չեք ուզում այդ շարունակեք, նորից նույն ձևի շարունակեք։ Այսինքն դուք էլ նախկիններն եք, նախկինների շարունակությունն եք։ Ինչի օրինակ չեք լսում։ Ինչի օրինակ չեք լսում։ Մեր երկրի հիմնադիր հայրերից մեկն է Հայրիկյանը առաջարկում է սահմանադրական բան։ Ինչի չեք լսում մի հատ ինչ ասում այդ մարդը։ Կարող շատ խելացի բան ասում, դուք էլ ուշքից գնաք այնքան դեմոկրատ դառնաք աշխարհում։ Բա մի հատ լսեք, այսինքն դուք չեք ուզում բան փոխեք, դուք ուզում եք այդ հին վատ բաները պահեք եւ օգտագործեք ձեր նպատակների համար։ Ձեր ուզածը է դա, ձեր ուզածը իշխանությունն է, ուրիշ ոչ մի բան։ Ազգային շահերով առաջնորդվել բան եւ այլ չկա։ Ես նայեք, բոլոր նախագահները, Հայաստանի Հանրապետության բոլոր նախագահները, ովքեր իրանց այդ ժամկետները իրականում իրանցից բան են ներկայացրել, դա առաջին նախագահն է, երկրորդ նախագահն է, երրորդ նախագահն է, 4-րդ, 5-րդի մասին չեմ խոսում, որովհետեւ իրականում իրանք չկան, չեն էլ եղել։ Հիմա առաջին նախագահը ինչ արեց։ Առաջի ժամկետը նստեց այս իշխանության պես
ով ՀՀՇ-ի մերնա, պոլիփետը լինի մենակ ՀՀՇ լինի, պաշտոնները տենց էր բաժանում։ Երկրորդ ժամկետին հասունացավ, քանի որ գերագետ խելացի մարդ էր, հասկացավ, որ այդպես չի լինում։ Ձևավորեց կոալիցիա։ Այսինքն գնաց համերաշխության, քաղաքական համերաշխության, ձևավորեց ինչ-որ կոալիցիա մասամբ, բերեց իշխանության, եկավ, այսինքն հասկացավ, որ առանց դրա չի լինում։ Երկրորդ նախագահը ավելի խորացրեց։ Երկրորդ նախագահի օրոք ձևավորվեց կոալիցիոն կառավարություն։ Երրորդ նախագահի օրոք նույնպես ձևավորվեց կոալիցիոն կառավարություն, ընդ որում բոլորը այս նախագահները իրանց հերթին ինչ-որ մի հարթակ էին ստեղծում, որտեղ քաղաքական ուժերը հավաքվում էին եւ քննարկում էին։ Այդ process-ի մեջ ամենահեռուն գնաց երրորդ նախագահը, որ հատուկ մարմին էր ստեղծել, կուսակցություններին հավաքում էր եւ քննարկում էր համազգային կարևոր հարցերը։ Իհարկե կարճ տևեց, մի 3 անգամ տարբեր հարցերով հավաքվեցին, հետո կողքից երևի ազդեցին, որ պետք չի բան եւ այլն, այդտենց գնաց։ Բայց այս մարդը բացարձակ որևէ կոնսոլիդացիայի չի գնում։ Ընդհակառակը գնում է պառակտումների։ Ով ասում է, որ մենք կրելու ենք։ Ասում են ժողովրդի ընտրված տեխնացու եմ ես եւ։ Նրանք էլ էին ընտրված, բոլորն են ընտրված, հարցը նա է, որ այսօր կոնկրետ խնդիրներ կա, որ դու չես լուծում։ Դու կոնսոլիդացիա չես անում, դու երկրի ղեկավարն ես, դու պետք է կոնսոլիդացիան, քաղաքական կոնսոլիդացիան դու ապահովես։ Այ ընդդիմությունը իրավունք ունի քեզ մերժի չգա, քեզ ինչ պետք է ասի, ժողովրդավարությունը է դա։ Դու իրավունք չունես, որովհետև դու պետության ղեկավար ես։ Ավելին ասեմ, դու պետք է ընտրված օրից, որ դարձար վարչապետ, պետք է դադարեցնեիր կուսակցական պատկանելությունը, որ չօգտագործես քո պետական լծակը կուսակցական նպատակներով։ Սա է տրամաբանություն, սա է ժողովրդավարությունը, որ պետք է բոլորի կարծիքները լսել։ Դու ավելի հանդուրժող պետք է լինես, քան ընդդիմությունը, բայց դու կանում ես ուղիղ հակառակը, դուք անհանդուրժող եք ընդդիմության հանդեպ։ Դուք դրանով երկիրը պառակտում եք, պառակտման արդյունքում ստանալու եք քաղաքացիական բախումներ եւ դրանից բխող բոլոր հետևանքները, որը շատ վատ է։ Մենք որպես համերաշխություն գաղափարը կրող քաղաքական ուժ եւ կուսակցություն, այդ տրամաբանությունը, այդ գաղափարախոսությունը ուզում ենք, որ բոլորը հասկանան ինչի մասին է խոսքը։ Բայց ցավոք սրտի շատ դժվար է ստացվում։ Մարդիկ տրամադրված են ատելության մթնոլորտում իրար դեմ դուրս գալու։ Մենք ասում ենք եկեք համերաշխության մթնոլորտում իրար հետ քննարկենք ընդդիմություն, իշխանություն, բոլորը, ովքեր շահագրգիռ են, ովքեր ուզում են այս երկիրը այս վիճակից դուրս հանեն։ Եկեք նստենք խոսանք իրար հետ։ Կարող դուք ավելի խելոք բան եք ասում, մենք լավ չենք հասկանում։ Եվ հակառակը կարող մենք ենք ավելի խելոք բան ասում, ավելի լավ ճանապարհ ցույց տալի, որ դուք չգիտեք։ Եկեք միասին անենք էս, ի վերջո ժողովուրդը խոկրակը չի ընկե մեր ձեռքը։ Ուզում եմ լուծում տվեք։ Լուծում չկա։ Անկապ մարդիկ դուրս են գալի, անկապ թեմաներով խոսում են, ոչ մի տրամաբանություն չկա այդ խոսակցության մեջ։ Հիմա քաղաքական նախընտրական փուլը Հայաստանում միշտ պետք է հիշել, Հայաստանում ամենակարևոր փուլը այս ընտրական process-ները, որը բաղկացած է 3 փուլից՝ նախընտրական, բուն ընտրություններ եւ հետընտրական։ Ամենակարևոր փուլը հետընտրական փուլն է։ Նախընտրականը հասկանալի է իշխանությունը ոչ մի հնարավորություն չի տալու, որ ընդդիմությունը կարողանա ներկայացնել ինչ-որ կա, բուն ընտրական փուլը անցնում է համեմատաբար ընտրության օրը անցնում է ավելի հանգիստ, process-ները կախված է ընտրական փուլից հետո հետընտրական փուլը, որտեղ ժողովուրդը տեսնում է, որ անարդար է, կեղծ է ընտրությունները, դուրս է գալի փողոց։ Այդտեղ սկսում է պատմությունը։ Դրա վկայությունը մարտի 1-ից սկսած բոլոր ընտրություններն են։ Առաջին նախագահի ժամանակ ինչ եղավ, մյուս ընտրությունները ինչ եղան, մենք բոլորը մեր աչքի առաջ է։ Հիմա եթե դու սկզբից նախընտրական փուլում համերաշխության գաղափարը, կոնսոլիդացիայի գաղափարը չես դնում, չէ՞ որ դրա համար աշխատանք հարվե, քաղաքական ուժերը ասելիք ունեն, եթե դա չես դնում, բուն ընտրական փուլը անցնում է այդ տրամաբանության մեջ, հաջորդը գալիս է ետընտրականը, որը փորձում է ուղղել էսի ու սկսում է տուրը դմփոցը։ Մենք տուրը դմփոցին դեմ ենք, մենք չենք ուզում, որ այդ քաոսի պատճառով այլ երկրները խառնվեն մեր գործերին եւ հետո էլ ասի որ դե դու կտենց արի, կտենց եղավ։ Մենք այս վիճակը պետք է թույլ չտանք լինի։ Այն մարդը, ովքեր ատելության քարոզ են անում, ովքեր
հասարակությունը պարակտում են, դրանցից պետք է հեռու մնալ եւ փորձել այդ մարդկանց հասկացնել, որ այդպես չի կարելի։ Հիմա տեսեք դուք ասում եք, այս ամբողջը պետք է թույլ չտալ, ինչպես թույլ չտալ, երբ մենք տեսնում ենք նոր շարժումներ են ձևավորվում կամ նոր կուսակցություններ արդեն իսկ իրենք խնդիրներ ունեն եւ այլն։ Ինչպես թույլ չտալ, երբ քաղաքացին տեսնում է ընտրության հնարավորություն նորից կարծես թե չունի, տրված է այնպիսի մարդկանց ընտրության հնարավորություն, որոնք կամ իրավական տեսանկյունից արդեն իսկ խնդիրներ են առաջացնելու, կամ էլ այս ներկայիս իրավիճակն է։ Նայեք, քաղաքական ուժերը ձևովի մասին են այլ։ Տեսեք, հիմա քաղաքական նորելուկներ են հայտնվել դաշտում, եւ իրանց հայտնվելու առաջին իսկ խոսակցությունը այն ձևակերպված միտքը, որ իրանք արտահայտում են, ատելության քարոզն է։ Սրանք վատ, նրանք լավ, սրանք վատ, նրանք վատ, հետո այն միսը գալիս ասում է դուք եք վատը, նրանք են վատը, ու սա ատելության քարոզի վրա է։ Քաղաքական դաշտում շատ քիչ են այն ուժերը, որոնք խոսում են համերաշխության գաղափարի մասին, որը շատ կարևոր ու միակ ճանապարհն է մեր փրկության։ Ես նշեցի արդեն բոլոր նախագահները վերջում հասկացան, որ պետք է այդ կոնսոլիդացիան ապահովել։ Հիմա մենք առավել եւս ավելի առաջ ենք գնացել։ Մենք գաղափարախոսություն ենք ներմուծել Հայաստան եւ այդ գաղափարը, որը կոչվում է Լարմաս, այս գաղափարը հենց այդ կոնսոլիդացիայի հիմքն է, որ ամբողջ աշխարհի հայությանը պետք է կոնսոլիդացնել, որպեսզի Հայաստանում իրավիճակը փոխվի։ Տեսեք, հասարակ բան եմ ասում, Վենսի այցը, եթե մենք այդ կոնսոլիդացիան ապահոված ելնեինք, մեր լոբիստական կառույցները Միացյալ Նահանգները, որը շատ ուժեղ է եղել ժամանակին, կարողանային լուրջ աշխատեին, այսինքն հանրապետականները հաշվի նստեին մեր հետ, Վենսը կգար միայն մեր մոտ, չէր գնա Ադրբեջան, Վենսը կաներ այն քայլերը, որ համազգային միասնություն կբերեր, ոչ թե կգար կանգներ մի իշխանության կողքի, կհաներ մյուսների դեմ։ Այսինքն այդ կոնսոլիդացիան ստեղից է սկսում։ Մենք լարմաս հենց այդ գաղափարն էր, որ տարածում էր, բարեբախտաբար այդ մարդը հիմնադիրը ստեղծեց Գերմանիա Լալայան, որ այս գործողությունների մեջ դնենք, որ հասկանում էր, որ վաղը վատ ալնելու, ավելի վատ ալնելու, իրար փնովելով, իրար քննադատելով, իրար հայոյելով, ոչ մի լավ բանի մենք չենք հասնի, այդ ատելությունն է ծնում։ Մենք շատ լավ դա հասկանում ենք։ Ատելության խոսքը ընդհանրապես պետք է հանել։ Չի կարելի այդ տարածել հասարակություն ներազգային հարցերում միայն համերաշխության գաղափարի շուրջ է պետք հավաքվել։ Այդ դրսում ինչ ուզում եք արեք, բայց դուք հակառակն եք անում։ Դրսում գնում եք համերաշխություն եք քարոզում, գալիս եք ներսում ատելություն եք քարոզում։ Ում դեմ եք այդ ատելությունը քարոզում։ Ինչ էլ անեք, միևնույնն է հասարակության ինչ որ մի մասի դեմ եք անում, չէ՞ այդ ատելությունը։ Նշանակում է արդեն պարակտում եք։ Հիմա վեհապարին ասում եք, վեհապարը մեղմ է, չի խոսում կամ կոշ չարեց հավաքվել։ Այսինքն դուք հասկանում եք այդ ինչա նշանակում։ Եթե պետք է հավաքվել օրակարգի շուրջ։ Օրակարգն էլ վերաբերվում է նաև ձեզ։ Եթե դուք ցանկություն ունեք օրակարգի շուրջ խոսել, պետք է հավաքվել ու խոսել այդ հարցը լուծել։ Իսկ եթե ուզում եք որ վեհապարը հավաքի ընդդիմությանը հանի ձեր դեմ, վեհապարը դա չի անի, որովհետև շատ ավելի խելոք է, քան դուք։ Հետևաբար այս հարցերը պետք է ինչ-որ լուծումներ ստանան։ Այո, դուք նշեցիք մեր ձևով շարժման ստեղծումը, կուսակցություն դարձան, դե հիմա այդ մարդիկ էլ տենց են պատկերացնում քաղաքական պրոցեսները ոնց է եւ արտահայտում են իրենց կարծիքները։ Հիմա սահմանադրական է, սահմանադրական չի, սահմանադրությունը պետք է փոխել, բարեփոխել, որպեսզի այսպիսի հարցեր չառաջանան։ Հիմա գիտեք, այնտեղ սահմանադրագետների մի մասը ասում է, որ դա հնարավոր է, օրենքով է կարելի է դա անել, մի մասը ասում է, այդպես չի, այն մի մասը ընդհանրապես քաղաքականությունը չի հասկանում ու իր պատկերացումները ֆանտաստիկ են, ես թվում է, որ իրենք կարան ինչ-որ բան անեն, բայց այդ ամեն ինչը կարա լուծվի կոնսոլիդացիայի արդյունքում։ Այդ ներուժը, որ ունի այդ շարժումը, իսկապես ունի ներուժ, այդ ներուժը պետք է ճիշտ ուղղությամբ օգտագործել։ Եվ այդ ճիշտ ուղղությամբ կարա դա արդյունք տա։ Բայց այդ ճիշտ ուղղությունը պետք է լինի միայն համերաշխության մթնոլորտում, ոչ թե ատելության տրամաբանության մեջ,
Եվ կարծում եմ այնտեղ ավելի մանրամասը տարբեր հարցերի Պարոն Ավետիսյան, դուք միշտ լավատես եք, մարդկանց համերաշխության կոչ եք անում ու նաև քաղաքական կուսակցություններին, բայց ես համերաշխաբար այս պահին չեմ կարող մոտենալ Երևանում եւ Հայաստանում առհասարակ ճանապարհներին, որոնք ամեն պահի կարծես թե ասֆալտը այդ քանդվում է եւ փոսերը մի փոքր անդրադարձ ուզում եմ ճիշտ է մեր թեմային չէր վերաբերում, բայց անդրադարձ ունենանք։ Ինչ է տեղի ունենում այս պահին Հայաստանում։ Չէ՞ որ իրենք նշում էին, որ իրենց ձեռքբերումներից մեկը լավ ճանապարհներ կառուցելն էր, սա է լավ ճանապարհը։ Գիտեք, չէ, հենց այս կոնտեքստում է։ Ասֆալտը իրանց համար քաղաքական կատեգորիա է։ Նախկինում էլ ա եղել այդպես բաներ։ Վերշեի ժամանակ ասֆալտը եղել է քաղաքական կատեգորիա, ու սրանք այդ վերշեի տրամաբանության մեջ մտածում են, որ ասֆալտ որ անեն, այդ ասֆալտի արդյունքում բանա, իրանց քաղաքական ձայները կշատանա, մարդիկ կասեն, տեսեք ճանապարհը սարքել են, բայց այդտեղ էլ բախտները չբերեց։ Բախտները չի բերում, որովհետև այդ ճանապարհները տեսեք ինչ ավիրակներ, մարդիկ իրանց մեքենաները կոտրում են, ջարդուփշուր են անում, ոչ մեկ պատասխան չի տալիս։ Հասկանալի է, որ այս քաղաքային իշխանությունը քաղաքական իշխանություն է։ Հենց դրա համար ենք մենք սկզբից ասում, որ գիտեք, որ տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքականացնել, դա ամենամեծ էշությունն է։ Ով արե, գիտենք ով արե, եւ ով է օգտագործում այդ իր համար, դա էլ գիտենք, բայց դա պետք է կատեգորիկ փոխել։ Ինչ կապ ունի քաղաքականությունը տեղական ինքնակառավարման մարմնի հետ։ Տեղական ինքնակառավարման մարմինը սահմանադրությամբ ոչ մի քաղաքական հարց իրավունք չունի լուծի։ Ինքը ասֆալտի փոսերի հարցը պետք է լուծի։ Ինքը պետք է ասֆալտը լուծի, ինքը աղբահանությունը պետք է լուծի։ Ինչ կապ ունի որ քաղաքական կուսակցությունից է։ Հիմա եթե օրինակ ասենք ԿՊ-ից ելներ օրինակ, ասենք բանը քաղաքապետը, չնայած հիմա էլ է ԿՊ, բայց ասենք աշխատող ելներ, էլի, կատարող ելներ, ու փոսերը լցրած ելներ, ամեն ինչ տեղին ելներ, անձրևները, սառույցները, բանը եւ այլն, ինչ որ կա։ Հիմա վատ կլներ, մեր համար ինչ տարբերություն, ինչ գաղափարախոսություն ունի։ Տեղական ինքնակառավարման մարմինը։ Նորից եմ կրկնում, օրենքով արգելված է, որ քաղաքականությամբ զբաղվեն, բայց քաղաքական process-ում են ընտրվում։ Կուսակցություններն են միայն մասնակցում։ Հիմա Երևանի ավականին, դա ինչ մարմին է։ Փոսերը թողած քաղաքական թեմաներ են բարձրացնում։ Դե տեսեք հիմա սա օգտագործվելու է որպես քաղաքական, այսպես ասեմ, շարժման առիթ։ Գալու են ասելու են, եթե ձեր բակում, ձեր համայնքում ուզում եք այս փոսերը փակենք, ընտրեք մեզ, մենք կգանք կանենք։ Այդպես չէր իրենց քարոզարշավը, ասեք կանենք, այդպիսի կարգախոսով չէին։ Ժողովուրդը այսքան բողոքում ու ասում է։ Ցավոք սրտի քաղաքական խորհրդարանական մակարդակ իջացնելու է փոսի մակարդակի, որը տեղական ինքնակառավարման մարմնի գործն է։ Այսինքն թաղապետի, գյուղապետի հարցն է, ինքը պետք է այդ փոսերի հարցը լուծի, աղբահանությունը լուծի, այնտեղ կապ չունի ինչ դրոշի տակ աղբը թափում։ Հասկանում եք, բայց խորհրդարանական ընտրություն արդեն քաղաքական մարմին է, այդտեղ քաղաքական ուժերը պետք է գան։ Այս տարբերությունը պետք է դրվի, որ ասենք համայնքում կա մեկը, որը շատ լավ կազմակերպիչ է, օրինակ, ասես բերենք, էլի օրինակներով ասենք կա լավ գյուղապետ, որը շատ լավ աշխատում է։ Առավոտից իրիկուն փողոցներով մանա գալի, ամեն ինչ տեղին, ոչ մի բան չի թողում, որ խնդրեմ լինի, բայց ոչ մի կուսակցության անդամ չի ուզում դառնալ։ Հիմա այդ մարդը չպետք է իր թեկնածությունը դնի ու զբաղվի այդ հարցերով, ինչա ինքը քաղաքական գաղափարական բան ունի, ինքը այդ գաղափարականի մեջ չի մասնակցում։ Ինքը ասում է, ես չեմ ուզում խորհրդարան գնամ, ես ուզում եմ ստեղ գյուղում, այս փոսերը լցնեմ, ամեն ինչին տիրություն անեմ։ Նույնը Երևանում։ Երևանում ուզում են, որ մեր բակերը լավն լինեն, գեղեցիկ լինեն, դա կապ չունի դու ինչ քաղաքական կուսակցության անդամ ես։ Հասկանում եք։ Այնքան ծիծաղելի է ու այնքան տրամաբանական է, որ այտենց պետք է չլներ։ Բայց ցավոք սրտի տենց է։ Եվ այս իշխանությունն էլ ասում է, որ էդի պետքա տենց թողեմ։ Հասկանում եք, նոր սահմանադրության մեջ խոսում է, որ այդ process-ը, որը շատ վատ է, դա այտենց պետք է թողեմ, որ գյուղապետերը պետք է քաղաքական մարդիկ լինեն, դպրոցի տնօրենները պետք է քաղաքական լինեն, էսի պետք է քաղաքական լինի, եկեղեցին պետք է քաղաքական լինի, բայց ոչ մեկն ժողովուրդը պետք է չընտրի։ Էդի մենք պետք է որոշենք։ Հասկանում եք ինչ անում։ Դրա պետք է գնալ ուղիղ հակառակ ճանապարհով, պետք է ժողովրդին հնարավորություն տալ ուղղակի ընտրությունների եւ իր համայնքապետին ընտրի եւ իր նախագահին ընտրի, այ խորհրդարանում քաղաքական ուժերը պետք է ընտրվեն, որովհետեւ դա քաղաքական մարմին է, այնտեղ խոսալու տեղն է, այնտեղ գաղափարների տեղն է, այդ ուրիշ հարց է,
Բայց մարդկանց զրկում եք, այսինքն նայեք, առաջ մենք ընտրում էինք նախագահ, ընտրում էինք ազգային ժողով, ընտրում էինք մեր համայնքապետին։ 3 ուղղությամբ 3 հնարավորություն կար, որ ժողովուրդը մասնակցի իր կառավարման իրավունքին։ Ինչ արեցին։ Սաղ տեղերից հանին, թողեցին մի հատ կառավարման իրավունք։ Հիմա դա ժողովրդավարություն է։ Նախկիններն են արել, հասկացաք, վատ են արել։ Բայց հիմա ներկաները փոխանակ էս ուղեն, ասում են էսի լավ է։ Էսի լավ է։ Հարմար է իրենց։ Էս իրենց հարմար է։ Իրանք այսինքն միտեղ խլում են, այդ մի տեղի համար ավելի քիչ ռեսուրս են ծախսելու, այդ վերցնելու են ու բան անեն, մնացած տեղերը իրանք նշանակեն։ Հիմա ես ձեզ հարց եմ տալի, օրինակ ասենք, եթե անհատական նախագահի ընտրության հարցն է, դրված ասենք Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Պողոս Պողոսյան եւ այլ, sense դրած է։ Քաղաքացին գալիս է, ում կտա ձայն։ Իր համար ավելի հեշտ է, չէ՞, այդտեղ հասկանալու, այս մարդը կարա ղեկավարի, թե չէ, այս մարդը իրան սպառել է, թե չէ, այս մարդը ինչ է արել, այս մարդը ինչ սխալներ է արել, այս մարդը նոր է, այս մարդը ավելի խելացի է խոսում։ Եկեք այս մարդուն ձայն տամ ես, բայց իրանք այդ ամեն ինչը թաքցնում են, խորհրդարանը վերցնում են, հետո մի հատ անհայտ մեկին բերում են, անհայտ։ Ասում են, էսի նախագահն է ձեր։ Հասկանում եք ինչ անում։ Հիմա ստացվում է մենք խնդիր ունենք կառավարման համակարգի հետ։ Փոխանակ այդ խնդիրը լուծեն, այդ ձեռ չեն տալի, խնդիրը նա է, որ հռչակագիրը պետք է հանեն սահմանադրությունից, հղումը հռչակագրին, այդ ցեղասպանությունն ու Արցախի այդ բառերը հանեն, թուրքերը թքած ունեն մնացածի վրա։ Ինչուց մեկ արեք։ Մեկա դուք բանեք, կարևոր հարցերը սրանք են։ Եվ իրանք հիմա գնում են այս ճանապարհով։ Իհարկե, սահմանադրության հարցը իրանք քաղաքականացնելու են, եւս մենք մի պարտություն ենք ունենալու հենց դրա պատճառով։ Ցեղասպանության մասին լսել եք խոսում, ոչ ոք չի խոսում։ Բացարձակ ոչ ոք չի խոսում։ Ասենք Միացյալ Նահանգների փոխնախագահ այցելում է, այն էլ այցելում է համալիր, ցեղասպանության հուշահամալիր, միայն այն պատճառով, որ դիմաց ընտրություններ են, եւ այդ ընտրություններին հայերի ձայները պետք են։ Բնականաբար հայերը իրանց վերաբերմունքը արտահայտեցին որոշ բաներ, բայց հիմա տեսեք, եթե ցեղասպանության հարցը արտաքին օրակարգում լիներ եւ Միացյալ Նահանգներն էլ որ դրա հետ բանն է հետևորդն է այդ գաղափարի, այսինքն դեմոկրատները շատ ավելի լավն էին, քան թե հանրապետականները եւ դեմոկրատները գոնե Բայդենը ցեղասպանության մասին խոսեց, ցեղասպանության բառը օգտագործեց եւ այլ, այսինքն այն երկրները, որոնք խոսում են ցեղասպանությունից եւ ճանաչում են ցեղասպանությունը, կապ չունի ինչ մակարդակի։ Բնականաբար դրանք հայերի բարեկամներն են, Հայաստանի Հանրապետության բարեկամներն են, չէ՞, երբ որ քո ցավը իրանք կիսում են, իրանք բարեկամ են քո հետ։ Ինչ մակարդակով դա հեչ կարևոր չի, բայց իրանք քեզ համարում են բարեկամ։ Դու այդ լծակն էլ, քանի որ այդ լծակը պահում էր, որ թուրքերը թշնամաբար չվերաբերվեն, չխառնվեն Կովկասի գործերին, Անդրկովկասի, այդ էլ հանեցիք։ Հիմա փաստաթղթով եք ուզում հանեք դրա մեջից։ Արցախը, որը գոնե Եվրոպայի կողմից, եւ մենք կարծում ենք, որ ցեղասպանության արդյունքում է Արցախը հայտնվել Ադրբեջանի կազմում, եվրոպացիները մի քիչ մեղմ են ասում են էթնիկ զտում է եղել։ Բա էթնիկ զտումը առաջադեմ Եվրոպան, որին մենք ձգտում ենք, գնում ենք իբր իրանք էլի, գնում են Եվրոպա։ Բա այդ երկրում, որը էթնիկ զտում է ասում Արցախում եղել է, չես ուզում իրանց հետ այդ հարաբերությունները պահես, գոնե այդ մակարդակով, որ էթնիկ զտում է եղել է, չէ՞, մեր աչքի առաջ է։ Գոնե այդ մարդկանց փոխհատուցում տվեք։ Մարդիկ տուն-տեղ թողել են, ամեն ինչ թողել են, բայց Եվրոպան էլ դա ասում է։ Բա գնացեք այդ ճանապարհով, քար լռություն, ծտուն չկա։ Հələ մի հատ էլ այդ ցեղասպանություն իրագործածները պահանջում են, որ պետքա եսին որ ժամանակներում ադրբեջանցիք որ գնացել են ստեղից, ընդ որում ոչ մի զոհ չի եղել, հանգիստ գնացել են, իսկ հայերին այնտեղ էլի ցեղասպանություն են իրականացրել հայերի հանդեպ, հավասարության նշան են դնում, ասում են բանա, պետքա վերադառնան այդ ադրբեջանցիները, լավ թող վերադառնան, 300,000-ը թող գա, մեր 500,000-ն էլ վերադառնան այնտեղ։ Եթե չի լինում այդպես, ուրեմն փոխհատուցեք։ Բաքվում ապրող հայերին փոխհատուցեք, մենք էլ կփոխհատուցենք Հայաստանի տարբեր գյուղերում ապրող ադրբեջանցիներին։ Հետո կանցնենք մյուս հարցին, ցեղասպանության հարցին, թող Թուրքիան էլ փոխհատուցի այն հայերին, որի հանդեպ ցեղասպանություն արել,
Բա դուք այդ լծակները սա նվեր եք տվել թուրքերին, հիմա էլ նստել եք ասում եք բանը, տենակ այս երկաթքից էս տեև կտանեն, թե հնդեև կտանեն։ Ոչ մի ձևով չեն տանելու, ձեզ խաբելու են ու գցեն դուրս այդտեղից։ Հետո էլ ասելու եք բանը, դե մենք չենք հասկանում, բա դուք ինչ եք ասում։ Սա է ալնելու իրականությունը, հետևաբար պետք է այս ուղղությամբ լուրջ մտածել։ Բարի պարոն Ավետիսյան, իսկ դուր քաղաքների հետևորդներ, հետևեք իրադարձությունների զարգացմանը, հուսամ հաջորդ շաբաթ ևս անդրադարձ պիտի ունենանք այս հարցերին։ Մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։